Ընդամենը 3-ից 4 կիլոգրամ ցորենի սերմից աճած շիվեր, շուրջ 950 քառակուսի մետր տարածքով կարտոֆիլն ամբողջությամբ պարարտացնելու համար գանձակցի հողագործ Յուրիկ Հարությունյանի կանաչ պարարտացման փորձն է։ 3 տարի առաջ տնամերձ հողամասում կարտոֆիլ ցանելիս մի փոքր հատվածում սերմի վրա ցորենի կանաչ զանգված ավելացրեց ու հետևեց աճին։ Այդ տարածքում կարտոֆիլի բերքն առանձնացավ առատությամբ, ապրանքային տեսքով ու համային որակով։ Այժմ կարտոֆիլի ցանքին նախապատրաստվում է աշնանից, ցորեն ցանելով։ Օշունը հոկտեմբեր 2-ին ցորենը ցանում եմ, ցելոֆաները քաշում եմ վրան, ջրում եմ իհարկե։ Ես որ կոնանչում օրթին սուրտ են գնում, պետք է դրա վրան ցուն կա էլի։ Ցունը ինչքան շուտ կա, այնքան ձեռնտու է։ Որ ցունը կալ օրթին իմանում եմ, գալիս բացվեմ, ցունը նստում վրան, գարուն է, ես ցունը ալում ցելոֆաներ քաշում եմ վրան։ Դրա համար իսկան մեծացել է։ Ցորենի երիտասարդ շիվերի կիրառումը ցանքից մինչև բերքահավաք մի քանի կարևոր ազդեցություն ունի։ Եթե ցանքից հետո անձրևներն ուշանում են, հոգ չէ։ Կանաչ զանգվածն իր խոնավությունը սերմին է տալիս, ապա աստիճանաբար սնում այն, իսպառ վերացնելով լրացուցիչ պարարտացման անհրաժեշտությունը։ Թե նկատեցիք, ես 7-ից 8 սանտիմետր եմ բացում։ Կորտոշկեն դնում եմ, կորտոշկյուրը եթե 6 սանտիմետր հող ալնում, բնական է իդի օրևից շուտ չորանում է։ Ինք խոնավություն է պահում։ Կորտոշկի կորելասեր մի 3-ից 4 օր ավելի արագ աշխատում, դուրս տալիս։ Գալիս է օգոստոսի սկզբին արդեն փտում է, դառնում մաքուր հումուս։ Հանդելու ժամանակ էլ մի հատ հատիկ չես տնա, որ այստեղ ցորենու է ցամած։ Այդ էս փտում դառնում հումուս։ Մենք ես չէ՞լի, մատորած իդի սրես կմենք։ Էլ մեզ որդից առուջ։ Ես խիեմ իսկան տոնջում, ես էլ եմ օգտվում։ Այս տարի շիվերին նաև այլ բնական պարարտամիջոց է ավելացրել՝ գոմաղբի ու տորֆի խառնուրդ։ Կարտոֆիլագործին հետաքրքիր է, թե կանաչ պարարտացումն այս դեպքում ինչպես կաշխատի։ История մի process ավելացրեմ, դրանով ինչ արդյունք կստանամ։ Ես էլ խառն էլի 3 տեսակի գոմաղբա։ Մեկնել, միմպորտնել օրերը, ոսի փորձեմ, էլի փորձանք։ Ոսենք ստեից ես օրած ստանում 2 տոննա, հիմա ստանում եմ 3 տոննա։ Դե մի տոննայի տարբերություն շատ ահավոր է տանջանքը, բայց դժգոհ չէ։ Եթե մարդել կա, կուզեն տանջվեն, թողոնեն։ Սրա եկամուտը հաշվա 1 հեկտար կարտոշկի եկամուտը։ Բերքն իրացնելու խնդիր Յուրիկ Հարությունյանը չունի, ասում է, սպառողները նախընտրում են փոքր-ինչ թանկ, բայց օրգանապես մաքուր կարտոֆիլ գնել։ Բանջարաբոստանային մյուս կուլտուրաների մշակման մեջ ևս հողագործը կիրառում է կանաչ պարարտացման իր տեխնոլոգիան։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։